Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարվածներից հետո Իրանա-իսրայելական հակամարտությունն ավելի է թեժացել։ Իրանն Իսրայելի վրա հրթիռային հարձակման 4 ալիք է սկսել, գրում են իրանական լրատվամիջոցները։ Սա Իսրայելի Աշդոդ քաղաքն է իրանական հրթիռի հարվածի պահին։ Իրանական հարվածները Իսրայելի ամենամեծ քաղաքում Հայֆայում շենքեր են հողին հավասարեցրել։ Ջրատար խողովակներ են պայթել, ամենուր հոսանքազրկումներ են։ Պայթյունի ձայնից վեր թռանք, գնացինք ապաստարան, հետո դուրս եկանք ու այս քաոսը տեսանք, սարսափելի է։ Վաղ առավոտից պայթյուններ են լսվում նաև Թեհրանում։ Իսրայելցի զինվորականները թիրախավորել են Թեհրանի Էվին բանտը, որտեղ իրանցի քաղբանտարկյալներ կային, Հեղափոխության պահապանների կորպուսի ներքին անվտանգության ծառայության կենտրոնակայաններ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը առանց դադարի հրթիռներ են ուղարկել Թեհրանի ռազմական օբյեկտների վրա։ Ցախալի հրթիռներից մեկն ընկել է Թեհրանում Կարմիր մահիկի շենքի մոտ։ Իսրայելական հարձակումների պատճառով Իրանի պետական հեռուստատեսության հեռարձակումը դադարեցվել է։ Այս կադրերը Իրանի Ֆորդոյի միջուկային օբյեկտի ճանապարհից են, որ նահանգների հարվածից հետո այսօր նաև իսրայելական բանակն է գնդակոծել։ Ըստ Վաշինգտոնի, ամերիկյան բանակին հաջողվել էր ոչնչացնել Ֆորդոյի միջուկային օբյեկտը, մինչդեռ իրանական կողմը պնդում է, որ էական վնաս չի ստացել։ Ամբողջ ուրանը նախապես հեռացվել էր ԱՄՆ-ի հարվածած 3 միջուկային օբյեկտներից էլ։ Շատ երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը նույնպես հաստատել են, որ ռադիացիոն մակարդակում ամերիկյան հարվածներից հետո անսովոր փոփոխություններ չեն արձանագրվել։ Մինչդեռ Իրանի ուղղությամբ ամերիկացի զինվորականների հարվածները Թրամփն անվանել է փայլուն ռազմական հաջողություն, պնդելով, թե Վաշինգտոնը ոչնչացրել է Իրանի միջուկային բոլոր օբյեկտները։ Ամերիկյան հարվածները ռազմական առումով փայլուն հաջողության հասան։ Իրանի հիմնական միջուկային օբյեկտները ամբողջությամբ ոչնչացվել են։ Իրանը, մերձավոր արևելքի գոռոզ այդ բռնապետը, այժմ պետք է խաղաղություն հաստատի։ Եթե դա չանի, ապագա հարվածները լինելու են շատ ավելի հզոր և անհամեմատ հեշտ։ Իդեպ լուրեր կան, որի պատասխան ամերիկյան հարվածների իրանական բանակը կրակ է բացել Սիրիայում գտնվող ամերիկյան ռազմական բազայի վրա։ Այս մասին հայտնում են Ֆարս և Մեհր գործակալությունները։ Ըստ տեղեկությունների, Իրանը հարվածել է երկրի հյուսիսարևելքում գտնվող Հասակա նահանգում տեղակայված բազայի վրա։ Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերն է ամերիկյան բանակը հարվածել Իրանի 3 միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Ըստ միջազգային վերլուծաբանների, հատելով ռազմական ուղիղ հակամարտության տանող վտանգավոր կարմիր գիծը, որից Միացյալ Նահանգներն ու Իրանը տասնամյակներ շարունակ խուսափում էին։ Թրամփը չի բացառել, որ Իրանում իշխանափոխություն լինի։ Եթե Իրանի ներկայիս ռեժիմն ի վիճակի չէ Իրանը հզորացնել, ապա ինչու չփոխել ռեժիմը, գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում։ Իրանի վրա ամերիկյան հարձակումից հետո Իրանի արտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը Արաղչիի հետ զրույցում Իրանի վրա նահանգների հարձակումն անվանել է արդարացում չունեցող, չհրահրված ագրեսիա։ Այստեղ միասին կմտածենք, ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին օգնելու համար։ Հանդիպումից առաջ Արաղչին լրագրողների հետ զրույցում խիստ կարևորել է այս փուլում ռուս-իրանական խորհրդակցությունները։ Տարածաշրջանում ստեղծված վիճակը պահանջում է, որ մեր խորհրդակցություններն ավելի հստակ և լուրջ լինեն։ Այս այցը համընկավ Իրանի վրա ամերիկյան հարձակման հետ։ Դա նոր ագրեսիա է, որը պետք է դատապարտվի ամենախիստ ձևով։ Հույս ունենք, որ ՄԱԿ-ը գործնական քայլեր կձեռնարկի։ Ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում արևմուտքի երկրները չէին դատապարտել ամերիկյան ռազմական միջամտությունը Իրանա-իսրայելական հակամարտությունում։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։